2010 թվականին Հայաստանում գնաճը կազմել է գրեթե 10%։ Առաջին անհրաժեշտության ապրանքների օրեցօր թանկացումը շարունակվում է։ Ինչպես զսպել գնաճը, որոնք են գնաճին նպաստող հիմնական գործոնները։ Այս թեմայով քննարկում էր կազմակերպվել Civitas հիմնադրամում։ Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում գնաճը զսպել հնարավոր չէ։ Նրա խոսքով Հայաստանի տնտեսությունը խորը հիվանդությամբ է տառապում։ Եթե մեր երկրում իշխանությունն է քայքայված, կառավարման համակարգերն են քայքայված, որը օղակ մեր երկրից ես հստակ եմ հայտարարում, իր անելիքով չի զբաղվում։ Իհարկե, այսպես պետք է լինել եւ բնավ է չեմ կարծում, որ սրանով պետք է վերաբերել կենտրոնական բանկը կամ դնել օրենքները փոխել։ Անդրադառնալով կառավարության այն օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի 30 օրվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների գների 30% բարձրացման դեպքում կառավարությունը իրավունք կունենա միջամտել եւ գների վերին շերտ սահմանել, ազգային ժողովի ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը նշեց. Գնային առաստաղի սկզբունքը, որի մասին ես նաեւ ասեցի խոսքում, կարող է կիրառվել միայն այն ժամանակ, երբ խոսքը շուկայական տնտեսության մասն է, կարող է կիրառվել այն ժամանակ, երբ կառավարությունը հենց սկզբից տալիս է համապատասխան խաղի կանոնները։ Տնտեսագետ Սամվել Ավագյանի կարծիքով կառավարության մտածած գործիքը օրինակ Ռուսաստանում կարելի է բարեհաջող օգտագործել, քանի որ Ռուսաստանն ունի փակ շուկա, իսկ Հայաստանը ներկրումներից կախվածության մեջ գտնվող երկիր է։ Նրա խոսքերով գնաճը զսպելու լիազորությունը չպետք է տրվեր կենտրոնական բանկին։ Քննարկմանը ներկա էր նաև արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Եթե մի փոքր հայմալություն անեմ մեր երեք կառավարություններին, Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ այսօր զուտ արդյունքների առումով ես ուրիշ չափանիշ չունեմ գնահատական տալու, դա արդյունքն է։ Արդյունքից ցածելով այն է, որ այս կառավարությունը անարդյունք կառավարություն։ Կառավարության հիմնական նպատակը ըստ նախկին նախարարի բյուջեն լցնելն է։ Սուսաննա Պողոսյան, IPF։